Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները նոր ուժով են բորբոքվում, լարվածությունն ամեն օր աճում է, իսկ վտանգը մոտենում։ Եթե մի ժամանակ հանդիսատեսը սպասում էր, թե երբ վերջապես Անգելինան ու Նոյը կհանգստանան ու կսկսեն իրենց խաղաղ կյանքը, ապա այժմ սերիալի սյուժեն ուղղակի վերածվել է իսկական հոգեբանական թրիլերի։ Անգելինան արդեն երկրորդ անգամ է հայտնվում կյանքի և մահվան սահմանագծին։ Նոյին սպանողները չեն անհետացել, նրանք վերադարձել են։ Նրանց նպատակը պարզ է՝ ամեն ինչ անել, որ Անգելինան հանկարծ չխոսի։ Եթե մի անգամ էլ նա համարձակվի խոսել, ապա նրանք պատրաստ են ամեն բան անել նրան լռեցնելու համար։ Անգելինան ապրելու է վախի ու սարսափի մեջ, իսկ նրա աչքերում անընդհատ երևում է կորցրած սիրո ու չպատասխանված հարցերի ցավը։ Իհարկե, Անգելինան Նոյին չէր սիրում, բայց բնականաբար հաճելի չէր հարսանիքի օրը նման կերպ կորցնել ամուսնուն։ Դեռևս հարսանիքի ողբերգությունից անցել է քիչ ժամանակ, բայց նրա կյանքը կրկին վտանգված է։ Հետաքրքիր է, որ Նոյի սպանությունից հետո պատմությունը նոր ուղղությամբ է գնում։ Տեսարաններում կարելի է տեսնել նաև կերպարներ, որոնք հետևում են Անգելինային։ Արդյոք հնարավոր է իսկապես Անգելինայի կյանքին վտանգ է սպառնում։ Հանցագործներն Անգելինային հենց այնպես բաց չեն թողնի և երևում է, որ նրան անընդհատ հետևելու են ու այնպես անեն, որ Անգելինան երբեք չխոսի ու ամեն ինչ գնալով էլ ավելի վտանգավոր է դառնում։ Նրանք հաստատ չեն բավարարվելու Նոյին սպանելով ու Անգելինային վախեցնելով, հավանաբար կփորձեն Անգելինային վնասել։ Բայց հենց այդ պահին էլ հեռուստաէկրաններին նոր Սոսին ենք ճանաչելու։ Սոսը Օվանայի կողքին է, նրանց ընդհանուր ցավի, կորած երեխայի փնտրտուքի ճանապարհին ամեն պահի կարող է դառնալ Անգելինայի փրկությունը։ Թեև նա դեռ չգիտի, որ փրկելու է ոչ թե պարզապես մի աղջկա, այլ իր սեփական դստերը, բայց ճակատագիրն արդեն սկսել է իր խաղը։ Բուժքույրն, ով տարիներ առաջ ներկա է եղել Աննայի ծննդաբերությանը, երկար ժամանակ լռել էր։ Նա շատ բան գիտեր, բայց վախենում էր բացահայտել։ Սակայն վերջին դրվագներում նրա պատմությունն էլ հասավ ավարտին։ Մահից առաջ բուժքույրը որոշեց վերջապես խոսել։ Նա հիվանդանոցում վերջին ուժերով հասցրեց Աննային ասել ճշմարտությունը, այն էլ մի բառ՝ Միքայելը։ Աննան այս ամենից պետք է ենթադրեր, թե ինչ է կատարվում։ Այս խոսքերը ցնցեցին Աննային, բայց կարծես թե նա դեռ չի ուզում հավատալ լսածին։ Աննան այնքան է վստահել իր ամուսնուն, այնքան է կապված եղել նրա հետ, որ չի կարողանում ընդունել իրականությունը։ Նրա աչքերի մեջ մի պահ երևում է խուճապ, հետո անորոշություն։ Նա նույնիսկ փորձում է արդարացնել Միքայելին, բայց իրականում Աննան ներքուստ գիտի, որ այդ խոսքերը ճշմարտություն են։ Ամեն դեպքում նա դեռ Միքայելին ամենակարևոր հարցը չի տվել, որը կարող է բացահայտել ճշմարտությունը՝ որտեղ է երեխան։ Եվ հենց այդ մի հարցից կախված է ամեն ինչ։ Եթե նա հնչեցնի այն, ինչ ամեն ինչ կփլուզի ընտանիքը, թե Միքայելի խաբեության տարիներ շարունակ կառուցված պատրանքը։ Հենց այդ պահին Միքայելի պահվածքը դառնում է անհասկանալի։ Նա խուսափելու է կնոջ աչքերին նայել, փորձում է լռությամբ փակել թեման կամ շեղել խոսքը, հատկապես, որ հարցը վերաբերում է Միքայելի ու Լիլիթի կապին։ Իհարկե, Աննան շատ լավ գիտի, որ նրանք որևէ սիրային կապ կամ ինչ-որ բան չունեն, նրանք թաքցնում են գաղտնիք։ Եվ այս հեռուստասերիալում կարծեք թե ամենախելացին դուրս եկավ Բագրատը, որովհետև հենց հաջորդ պահին հասկացավ, որ Անգելինան է Աննայի ու Սոսի դուստրը, բայց Աննան ու Սոսը երկար ժամանակ է, նույնիսկ Անգելինայի վերաբերմունքից նրանք չեն հասկանում, թե ով է իրենց դուստրը։ Նրանք պետք է հենց Միքայելի Անգելինային վերաբերվելուց հետո հասկանային, որ հենց նա է։ Ինչպես արդեն նշեցինք, վտանգը մեծանում է։ Նոյի սպանողներն ավելի վճռական են դառնալու։ Նրանք հետևելու են Անգելինային, վստահ լինելով, որ նա գիտի ինչ-որ բան, որը կարող է կործանել նրանց։ Սերիալի առաջիկա դրվագներում հավանաբար սպասվում են իրական լարված տեսարաններ, հետապնդումներ, դիմակայություններ, բացահայտումներ, որոնք ամբողջովին կփոխեն պատմության ընթացքը։ Հեռուստադիտողները ենթադրում են, որ հենց Սոսն է դառնալու այն հերոսը, ով կհասցնի ճիշտ պահին։ Նա, ով իր իսկ աղջկա միջոցով
կմաքրի իր խիղճը։ Մի հզոր դրամատիկ տեսարանում Սոսը կհայտնվի, երբ ամեն ինչ կորած կթվա և կփրկի Անգելինային, առանց իմանալու, թե ում է փրկում։ Այդ պահն ըստ հավանականության լինելու է սերիալի ամենաուժեղ, հուզիչ դրվագներից մեկը։ Դա կլինի ճակատագրի վերամիավորման սկիզբը դստեր ու ծնողների միջև, որոնք տասնամյակներով բաժանվել են Միքայելի խաբեության պատճառով։ Հենց այս պատճառով էլ Վերջին զանգը շարունակում է մնալ ամենասպասված ու ամենաքննարկվող հեռուստասերիալներից մեկը։ Դիանա Գրիգորյանն ինչպես միշտ կառուցում է մի պատմություն, որտեղ ոչինչ այնպես չէ, ինչպես թվում է։ Հիմա արդեն ամեն ինչ շարժվում է դեպի մեծ բացահայտման եզրին, և հեռուստադիտողները վստահ են ամենամեծ ճշմարտությունը դեռ առջևում է, իսկ ամենահզոր դրվագները դեռ չեն ցուցադրվել, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում տեղի ունեցող իրադարձությունների մասին և իհարկե տեղեկանանք նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։